հանցագործություններից էլ երկու բառ խոսանք ու գնանք ընդմիջման։ Այս վերջ անգամ հանցագործության մեջ էինք ընկնելու իմանա։ Վազգեն լավ թող ես պատմեմ։ Վազգեն ուրեմն տուն է գնում, պիտի տուն գնա, վերջացրել ենք ոդքասթը։ Օրը մեկի մի շուխուր, մի աղմուկ, մի կռիվ։ Օրը ինչա, դուրս ենք գալիս պատշգամբ ու եւ պատշգամբից տենում ենք մի 20, հա, ճիշտ եմ ասում թիվը, մի 20 հոգի։ Ավել 20 ու ավել։ Մինիմում 20 տոպկում Բաղրամյանի վրա։ Արա մի սես նայում արտեր իհարկե բնականաբար Վազգենը սպասեց որ բրծնի մենք մնացել են գնենք տես բանի մեջ։ Ուրեմն կռիվը գնում է ընթացքում է քֆուրներ բարձր այն տիպի որ արդեն կեսից ես մտածում եի վերևից գոռամ եկա տղա եք արա ամոթա եւ այլն Ժորժան ոչ մի ոստիկանություն չկա կես ժամա կռիվա գնում ուղիղ կես ժամ շատ եմ ասում 15 րոպեից ավել կռիվը գնում է մի հատ ոստիկան չկա ոստիկանական մեքենա չկա դրանք այդ բարեկները բանով են չէ մանգալի 4-4 ավտոյով են մանգալի ինչ է ուրեմն ամենազավեշտալին Այս բարեկները գալիս են, անցնում են կռվի կողքով, չենք այսասի всё եկան, ինչ գալիս են կողով անցնում են, սիրուն գնում են, սրանք շարունակում են, այն ովքեր որ ամենաագրեսիվն էին, նստում են ավտոները, թռնում են, հետո գալիս է երկու հատ բարեկի ավտո, այն ծեծուտողներին տանում է, տոլի չի տանում, արդեն էական չի։ Ուրեմն Երևանը դարել է կոնկրետ ինչ-որ կրիմինալ մայրաքաղաք Որտեղ ամեն օր կա sense դեպք։ Վազգենը գնում է տուն, վերջը կռիվը, բրծնում է բարեհաջող, փախնողները բարեհաջող, փախնում են բարեկները բարեհաջող վերջի վարքյանին հասնում են, ինչ-որ մարդկանց հետ խոսում են, գնում են խուլիգանության դասական դեպք։ Իրական խուլիգանությունն է դրա, պատկերացնում եք այդ մարդիկ խուլիգանությունն անում են, գնում փախնում են, երկու հոգի խուլիգանություն չարած, բայց խուլիգանությունով դատվող վերևից նայում են։ Սենց տեսարան է շատ սիրուն։ Վազգենս գնում է տուն, ես էլ գնում եմ տուն, մեկ է տենամ Շամշյանը բան ա դրա, իդեպ վերջը Շամշյանը շուշուտ ա տես բաներ դնում, շատ շուշուտ ա դնում։ Շատ ալում է իր մասնագիտական Այո, դրա չէ Շամշյանն է մեղադրում, որ Շամշյանը շուշուտ դնում ա։ Տենում եմ 14 րոպե առաջ Շամշյանը ինչ-որ վիդեո ա դրել, մտնում եմ վիդեոն նայելու, նոր եմ մտել տուն։ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի մոտակայքում բարեկները սահմանազատել են տարածքը, ման են գալիս հանցագործության գործիք, ասում են ինչ ա եղել 16 տարեկան երեխու են սպանել դանակով։ Արա, այս քաղաքը դարել է սպանությունների, խուլիգանության, ոչ քաղաքական չեն, պրոբլեմ չկա արեք։ Զենք զինամթերքը վխտում է այս քաղաքում, արա։ Երբ դնում ես մեկ-մեկի վրա կրակել, այսօր դանգել են բան, ավտոբուսի շոֆեր են այսօր դան խփել։ Շատ ցավալի է, բայց այդ ավտոբուսի շոֆերները նենց են վարում, որտես դեպքեր շատ են լնելու, ես ասում եմ։ Ես մի քանի անգամ ասել եմ։ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանի ավտոբուսի շոֆերների 75%-ը Լյուբոյ Վարդյան այտենց իրավիճակի մեջ են ընկնելու։ Հարցը այն չի, որ չէ, ոչ թե, բայց հարցը այդ այլ հարցն է, որ այն մեկ կողմի մոտ է միշտ դանակ կամ զենք կա։ Այս քաղաքը վխտում է զենք զինամթերք ունեցող լակոտ լուկուտներով, որտեղ մենակ լակոտ լուկուտը կարա, զենքը ձեռը, քաղաքով մանգա ու երբ պետք լինի կիրառի։ Այդ օրը որ մեր պատուանի տակ զենք չհելավ, չֆռած, չկրակին իրար վրա Ես զարմացա, որտեվ շատ նորմալ բան է Երևանում դարել։ Ու այսօր իմացանք, որ հանցավորության թիվը 2024 թվականին բան է արել, ոչ մեծ ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճ է գրանցվել։ Ու սա շատ նորմալ է, որովհետեւ երբ որ մարդիկ քաղաքական գործերով են զբաղված, ոստիկանությունից սկսած, վերջացած բոլոր այլ մարմիններ, որոնք որ զբաղված են դրանով։ Երբ որ մարդիկ խուլիգանության հոդված են վարույթ են հարուցում մարդկանց նկատմամբ ովքեր խոսում ընդամենը իսկ իրական խուլիգանությունը այսպես վխտում է փողոցներում այդ քաղաքը տես պետք է լինի մեր քաղաքը դարել է այդպես կրիմինալ կենթանիներով զինված կենթանիներով լցված քաղաք ուր եք դուք նայում արա մի օր ձեր հետ է ելնելու էսի մի օր ձեր վրա են հանելու կրակեն մի օր ձեզ են դանակով կոխելու էթակ Կամ ձեզ կամ ձեր երեխեքին, որտեղ 16 տարեկան երեխա արդեն որի որ դեպքն արա, դպրոցականների մոտ մենք էլ ենք 16 տարեկան եղել է, մենք էլ ենք 13, 14, 15 տարեկան, մենք էլ ենք կռիվ արել հայաթում։ Արա, բայց մենք զենքով, դանակով մարդ կխփենք կյանքում, արա, էս ուրա հասի, արա։ Օրը մեջ մարդ են խփում դանակով, արա, օրը մեջ իրար վրա կրակում են, արա։ Ավտոբուսի շոֆերներն են վատ են քշում, սաղ օրը ավարիա ու կռվի առիթ են, որ այստեղ պատուանի տակ կանգնած մի հատ ավտոբուսի շոֆեր, մի հատ բորենի Եկել է բանով, քշեց մի հատ ավտոյի վրա, մի հատ ավտո կանգնեց, կողապակին ջարդեց։
Կողային հայելին ջարդեց ու կայնեց։ Սաղ պրոբկա, այդ ավտոբուսի շոֆերներն նենց են քշում, վախում ես կողով անցնես։ Քշում են վրեդ։ Ու այդ կողից էլ նենց է կարևոր զենք զինամթերքը շատ լինի, հենա մարդիկ արդեն ավտոբուսի շոֆեր են դանակով խփում։ Խայտարակություն է այս քաղաքը դարել։ Մտ չգիտես ոնց քայլես, ախպեր, միտե քայլես մեկը մի բլը մերը вообще խայտարակվատ է։ Մերը вообще վատ է, մենք միտե մի հատ թեթև բան ենք ասում, բռնում եք խուլիգանությունով տանում նստստում եք, արա։ Բա որ հանկարծ մի օր միտե մի հատ էշի տղա այտենց իրան պահի ու մենք ընկնենք կրակը։ Ինչ ենք անելու։ Դրա համար սուսուփուս պիտի պատուհանից նայենք, ուրիշ ձև չկա։ Էս է սարքել։ Է ձեր երեխեքին, ժողովուրդ ջան, ովքեր ունեն դպրոցական երեխեք, տղեկ ջան, հայրերին է հատկապես իմ ասածս վերաբերում, նաև մայրերին իհարկե, բայց հայրերին հատկապես։ Ձեր երեխեքի շրջապատները վերանայեք, ժողովուրդ վտանգավոր է այս երկրում դարել տղա երեխա ունենալը։ Լուրջ վտանգավոր է դարել։ Նայեք, ուշադիր եղեք, անընդհատ չգիտեմ, չեմ էլ լեզուս չի ֆռում ասես։ Իդե, փարա ասիր հիշա, այն օրը, ուրեմն լսեք։ Ուրեմն էսի вообще խայտարակություն, արա, այդ աղջիկ երեխեն ասիր, ուրեմն բարամյան 1-ի բակում ժամը 10-ից հետո հավաքվում են կուտոկներ, աղջիկերքի ու տղերքի, 13, 14, 15 տարեկան, բացահայտ անչափահասների։ Ուրեմն լակում են, ծխում են ու չգիտեմ ինչ են ծխում, ասես բաց ասեմ, էլի։ Ուրեմն ոչ ոստիկանություն կա, ոչ պարեկներ կա, ստիպված ես զբաղված եմ հայաթի բնականոն առօրյան ապահովելով։ Ես էլ մեկու մեջ ելնում եմ, իմ երեխեքս գալիս են, ստեղ իրար հետ գնում ենք տուն օրինակ։ Իմ պուճուր աղջիկ երեխեքը գալիս են, տենում են մի հատ աղջիկ իրանցից մի քիչ մեզ նստած ռեխը բանը կողած ծխում արա։ Ձեր երեխեքին տիրություն արեք։ Այն օրը ստիպված ես հայաթից եւ լակոտներին հանել եմ, լարել եմ, ասել եմ մի անգամ էստեղ տենամ, կանչելու եմ, պահելու եմ ձեզ այնքան իմ մոտ միջև ձեր հերը զանգելու եմ ձեր հորը, գա տենամ, էս ինչ եք արեք կամ ոստիկանություն եմ զանգելու։ Խայտարակությունը արա։ 13-14 տարեկան երեխեքս ռեխները դրած տարբեր բաներ ծխելով, ռևոներ ու եսի միջ զիբիլ խմիչքներ խմելով հայատներում ման են գալի կենտրոնի, արա։ Ձեր երեխեքի տիրություն արեք, արա, ստե պետություն չկա որ տիրություն անի։ Ստե պետությունն ընդե ասե որ ձեր երեխեն կարա պատուանից դուս նայելու զակլատկա քթի հանի կողի քթերը պերեդոզից մեռնի։ Ձեր երեխեքին տիրություն արեք, արա, երեխա եք ունեցե։ Հասկացանք ես երկիրը անտերա իշխանություն չունի, ոստիկանությունն է զբաղված է եսի մինչերով։ Ձեր երեխեքին տիրություն արեք, հատկապես աղջիկ երեխա ունեցողներ, ախոն խելագար չեք, արա։ Ձեր լակոտները դրսերը ծխելով, եսի մինչեր ծխելով, լակելով ման են գալի, արա։ Ստիպած իմ նման մարդիկ, չգիտեմ, ամենավատը որն է, կանգնած ախպեր, ռեստորանի աշխատողները կանգնած, իրաց ներկայությամբ տարիքով մարդիկ են, արա։ Նստած է լակում, խմում, ծխում, մեկը չի ֆայմում, ելնի ասի, երեխեք ջան, չի կարելի բակում նման բան անել, ժամը 12-ն է, ելեք ու արագ հեռացեք, պարսիկ եղեք այստեղից։ Ես ստիպած ես եմ ընկած տենց հարցերով, զբաղվում ես է վատամարդ եմ, ելնում մի օր էլ վրես մի բան սարքելու են դրա պատճառով։ Եկա տարիքով կնանիք նստած, պովերները կայնած, եկա լուրջ տարիքով տղեր կարա, ոչ մեկի տանձին չի որ այդպես բան է կատարվում այդտեղ։ Ձեր երեխեքին տիրություն արեք, մի օր ես եմ ձեզ զանգելու, ասեմ եկեք ձեր երեխու հետևից, որովհետև ձեր երեխան անստապ վիճակում ժամը 12-ին գտնվում է ուրիշի բակում, խմում է եւ ծխում է անհայտ ծակման տարբեր բաներ։ Չեմ ուզում ավել երկար խորանամ, բայց սա խայտարակություն է։ Ու սրա դեմը առնելու ու իդեպ մի բան էլ ով տենում է ժողովուրդ ջան, ձեր պարտքը համարեք, տես բաների դեմը տեղում առեք։ Գիտեմ իրան գնալու են ուրիշ տեղ անեն, հայ, ես հայաթի լակոտները գնալու են ուրիշ տեղեր ծխեն ու խմեն։ Բայց գոնե դուք այդ պայն կանխեք, փորձեք կանխել, որտեվ այսքան անտերության չի կարելի մատնել այս երկիրը, հասկացանք իշխանություն չկա։ Մի բան արեք, է սերունդը կործանվում, արա, ես ցավով եմ ես ասում։ 13-14 տարեկան աղջիկ երեխեքը պոլին նստած, պիվեն ու ռևոն ձեռները, եսի մինչերը ռեխներին ծխում են, արա։ Պիպետքից բռնած մոտներից կգտնես որ բռնես։